Վրաստանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Չեռնոգորիա։ Շալվա Պապուաշվիլին մասնակցելու է միջերկրածովյան խորհրդարանական անսամբլեայի և գործընկեր երկրների խորհրդարանների խոսնակների առաջին գագաթնաժողովում։ Շալվա Պապուաշվիլին հրավիրվել է միջոցառմանը որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական անսամբլեայի նախագահ։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են Վրաստանի խորհրդարանի նախագահի ելույթը և երկկողմ հանդիպումներ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է ՄԱԿ-ի կոմիտետների կողմից Վրաստանի նկատմամբ կայացված որոշումների կատարման վերաբերյալ 2025 թվականի զեկույցը։ Զեկուցող և արդարադատության փոխնախարար Բեքա Ջամալաշվիլիի խոսքով Վրաստանը այժմ իրականացնում է միայն երկու գործ և կատարել է ՄԱԿ-ի կոմիտետների մնացած առաջարկությունները։ Ջամալաշվիլիի խոսքով քրեակատարողական համակարգը լիովին զերծ է խոշտանգումներից, ինչը հաստատում է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցներով։ Արդարադատության փոխնախարարի խոսքով Վրաստանից Ստրասբուրգի դատարան ներկայացված գործերի թիվը զգալիորեն նվազել է և 2012 թվականից ի վեր ոչ ՄԱԿ-ի կոմիտետները, ոչ էլ Ստրասբուրգի դատարանը չեն ստացել ընդունելի ճանաչված որևէ բողոք ոչ միայն խոշտանգումների, այլև քրեակատարողական համակարգում իրավունքների որևէ խախտման վերաբերյալ։ Եվրոպական խորհրդարանի զեկույցը քաղաքական գնահատականների առանցքայնում է արտաքին գործերի նախարարությունը ևս արձագանքում է փաստաթղթին։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ դա վրացական հասարակությունում արմատական տրամադրություններ բևեռացնելու և խրախուսելի ևս մեկ փորձ է։ Զեկույցը լիովին կտրված է իրականությունից և տարածում է ապատեղեկատվություն, միտումնավոր խեղաթյուրելով փաստերը և անհեթեթ մեղադրանքներ առաջադրելով։ Եվրամիության կառույցի կողմից նման անարդար վերաբերմունքը խաթարում է Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները և վնասում մեր ընդհանուր շահերին, ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Երևանում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում արված հայտարարությունը քաղաքական գնահատականների առանցքայնում է։ Վերջինիս խոսքով Հայաստանը ապահովում է Կասպից ծով և Կենտրոնական Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Այս ճանապարհը նախկինում փակ էր, բայց հիմա Հայաստանի համարձակ որոշմամբ իրավիճակը փոխվել է։ Իշխող կուսակցությունը նշում է, որ նման հայտարարությունները վնասակար են։ Ընդդիմությունը կարծում է, որ վրացական երազանքի օրոք Վրաստանը կորցրել է իր տարածքային և քաղաքական կարևորության մի մասը և համապատասխանաբար երկրի դերը միջազգային ասպարեզում թուլացել է։ Ընդդիմադիր դաշինքը չնայած անհամաձայնություններին պատրաստվում է մայիսի 26-ի բողոքի ակցիայի համար։ Բնակչության հետ հանդիպումները շարունակվում են չնայած այն բանի, որ ազգային շարժումը դեռևս չի մասնակցում գործընթացին։ Ընդդիմադիրները ասում են, որ կան տարաձայնություններ, բայց դա չի նշանակում դաշինքի փլուզում։ Այս անգամ Լևան Խաբեիշվիլին քննադատում է նրանց քայլերը։ Գյորգի Ուձիլաուրիի մեղադրանք առաջադրվեց։ Վերջինս մեղադրվում է լրտեսության մեջ։ Ձերբակալվել է պետական անվտանգության ծառայության կողմից մայիսի 5-ին։ Սպառնում է 12 տարի ազատազրկում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 103 կիլոգրամ մեթֆորմինի տեսակի թմրանյութ, այսպես կոչված սև շուկայում դրա արժեքը կազմում է մոտ 30 միլիոն լարի։ Մեկ ան ձերբակալվել է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահման, ինչպես նաև Վրաստան դրանց ապօրինի ներմուծման համար։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Մեկնարկվել է պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիի գործի բովանդակային քննությունը։ Այսօրվա դատական նիստում մեղադրանքի կողմը միջնորդություն է ներկայացրել ապացույցների համար։ Դատական նիստը անցկացվել է փակ ձևաչափով, Լիլուաշվիլին անձամբ ներկա է գտնվել։ Փաստաբանի խոսքով մեղքի ընդունման գործարքի մասին խոսք չկա, քանի որ հենց ինքը Լիլուաշվիլին մեղավոր չի զգում իրեն։ Գյորգի Գախարյայի գործի էական քննությունը շարունակվում է։ Նիստը վերսկսվել է մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտությամբ։ Հարցաքննվել է մեղադրանքի կողմի վկաները։ Մեղադրանքի կողմի խոսքով նրանք տարածաշրջանի բնակիչներ էին, որոնք խոսել են տեղի
ունեցած իրադարձությունների մասին։ Փաստաբանի խոսքով Գախարյայի մեղքը հաստատող ապացույցներ չկան։ Նախկին վարչապետը չի ընդունում իր մեղքը։ Գախարյային մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար, որոնք նախատեսում են մինչև 13 տարի ազատազրկում։ Քաղաքային դատարանում ընթանում է Բաչո Ախալայիայի գործի էական քննությունը։ Հարցաքննվել է մեղադրանքի կողմի 2 վկա, մեկը փորձագետ, իսկ մյուսը հոկտեմբերի 4-ի անկարգությունների տուժած, որոնք խոսել են գործում իրենց ներգրավվածության մասին։ Փաստաբանի խոսքով Բաչո Ախալայիայի կազմակերպվածությունը հաստատող որևէ ապացույց չկա։ Հիշեցնենք, Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է հոկտեմբերի 4-ի գործով խմբային բռնության կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ, որը նախատեսում է 9 տարի ժամկետով ազատազրկում։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացավ 0,25%-ով, հասնելով 8,25%-ի։ Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշումը ընդունել է առավոտյան։ Ազգային բանկը բացատրում է, որ դրամավարկային քաղաքականության չափավոր խստացումը նվազեցնում է ռիսկերը, որի նպատակն է արագ վերադարձնել գնաճը 3% նպաստային մակարդակի։ Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի հունիսի 17-ին։ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Վրաստանի գյուղատնտեսության նախարարը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերական ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները։ Նշվել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք 2022 թվականի հուշագրի համաձայն հաստատվել են եւ 2025 թվականին ստեղծված համատեղ աշխատանքային խումբը ստեղծում են գործընկերության խորացման արդյունավետ հիմք։ Ուշադրություն է դարձվել նաև առևտրային հարաբերությունների աճին, շեշտը դրվել է կենսաբազմազանության եւ պահպանվող տարածքների կառավարման ոլորտում առկա համագործակցության վրա։ ԱՄՆ-ում բենզինի գինը 4 տարվա ընթացքում հասել է իր պիկին։ 1 լիտր բենզինի գինը կազմում է $4.5։ Այս մասին տեղեկությունը տարածում է CNN-ը։ ԱՄՆ-ում բենզինի 1 բարելի գինը հասել է $4.54, ինչը ամենաբարձր գինն է 2022 թվականի հունիսից ի վեր։ Վերջին շաբաթվա ընթացքում բենզինը թանկացել է 30 ցենտով, իսկ փետրվարի 28-ին դրա գինը Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր աճել է 52%-ով։